Իհարկե ոչ, սիրելիներս։ Եթե մեկը տխուր դեմքով միշտ ապրի, ինչպես պետք է մեկ ուրիշն իմանա, որ ապաշխարությունը, ուրախություն եւ Քրիստոսի լինելու հնարավորություն է։ Եթե մենք միշտ տխուր դեմքով քայլենք, մենք ինչպես կարող ենք ուրիշներին առաջնորդել դեպի Քրիստոս։ Ապաշխարությունը հոգևոր ուրախություն է, հոգևոր կյանքի ուրախություն է մարդու համար եւ նշանակում է, որ դու չպետք է տխուր դեմքով միշտ քայլես, որպեսզի մարդիկ հասկանան, որ դու ցավ ունես, տրտմած ես կամ ուրախության պակաս ունես, այլ հակառակը ցույց պիտի տաս, որ դու Քրիստոսի ներկայության մեջ ես ապրում եւ քո ապաշխարությունը Քրիստոսի ներկայության մեջ քեզ ուրախություն է պատճառում։ Երկրորդ սիրելիներս, եթե որևէ մեկը Տիրոջ ներկայության մեջ է, իր մեղքերը խոստովանում է, ինքը եկեղեցուց դուրս պիտի գա ժպիտը դեմքին, ուրախությամբ։ Ինչու, որովհետև տպավորություն ունի, թե դու արդեն զղջացել ես, որ քո մեղքերը վստահել ես Աստծուն։ Եթե դու քո մեղքերի համար արցունք ես թափել, խոստովանել ես քո մեղքերը, դու դուրս պիտի գաս այնտեղ ուրախությամբ, ցնծությամբ, որովհետև դու այդ մեղքից մաքրվեցիր եւ քեզ ներում շնորհվեց։ Ուրեմն դու պետք է ուրախ լինես այդ իրականության կամ այդ իրողության համար։ Երրորդ սիրելիներս, հաճախ մարդիկ մտածում են, թե ապաշխարությունը արտաքին երևույթներով է պայմանավորված։ Իրենց հագուստներն են փոխում, հագուկապն են փոխում, կարծես թե իրենք ապաշխարության մեջ են։ Բայց եթե Քրիստոս քո ներսը չի փոխել, դու նոր մարդ չես դարձել, հագ ու կապը, նոր հագուստները քեզ ապաշխարության չեն տանում։ Դա կլինի կեղծավորություն։ Եթե դու ներքնապես փոխես, քո սիրտը մաքրես եւ վերադառնաս դեպի Քրիստոս, դու արդեն ինքդ քո հագուստը կփոխես, ավելի գեղեցիկ կոկիկ հագուստ կհագնես, որ վայել է քրիստոնյա մարդուն։ Ոչ թե հագուստներդ փոխելով դու կարող ես դառնալ նոր մարդ։ Շատ հաճախ եմ տեսնում, այսօր մարդիկ հագ ու կապը փոխում են, կարծես թե իրենք ապաշխարության մեջ են, բայց ներսում իրենք նոր մարդ դարձած չեն։ Նոր մարդ լինելու համար քո ներսի հին հագուստը, հին մարդու պիտի դեն նետես, Քրիստոս հագնես քո վրա։ Եվ վերջապես Հիսուս ինքը ավետարանի մեջ ասում է. «Երբ ծոմ եք պահում, տրտմերես մի եղեք, այլ լվացվեք, ձեր մազերը սանրեք, ձեր երեսը լվացեք եւ ուրախ եք, որ մարդիկ չիմանան, այնինչ որ դու գաղտնի ես անում, Տերը քեզ հետո հայտնապես կտա»։ Երբ որ դու ապաշխարության մեջ ես, պետք չունես, որ ամեն տեղ ասես ես ապաշխարության մեջ եմ, ես ապաշխարության կյանք եմ ապրում, ապաշխարության ճանապարհով դեպի Քրիստոս եմ գնում։ Հակառակը դու լուր պիտի անես եւ ուրախ պիտի լինես այդ ամենի մեջ։ Տխուր դեմքով պետք չի ասել, որ դու Քրիստոսին հավատում ես։ Քրիստոս այդ տխուր դեմքի կարիքը չունի։ Քրիստոսի դեմքի նայողը եւ վրա մեջ միշտ ժպիտ պետք է ունենա։ Քրիստոսի հայացքի մեջ նայող մարդը ուրախություն պիտի ապրի, որտեվ դու սերն ես տեսնում, անմահությունն ես տեսնում, հավիտենական կյանքն ես տեսնում այդ հայացքի մեջ։ Իսկ դրա համար դու իրավունք չունես տխուր լինելու, այլ այնինչ որ դու գաղտնի կանես, քո ապաշխարության կյանքը նոր մտածողությամբ, նոր կենցաղավարությամբ, քո դարձով դեպի Աստված, դու նոր մարդ պիտի դառնաս եւ շատերը քեզ տեսնելով իրենք էլ պիտի ուզենան այդ ճանապարհն անցնել եւ հավերժ Քրիստոսի ներկայության մեջ ապրել։